Վերադառնալով Սամվել Կարապետյանին, ուղղակի եզրահանգման գամ։ Կարապետյանը իմ համեստ դիտարկմամբ ստիպված է հայտնվել այս խաղի մեջ։ Հավանաբար չի ունեցել անգամ այլընտրանք, քանի որ ռուսական քաղաքականությունները լրիվ այլ կերպ են վերաբերվում իրենց երկրում հարստացածներին։ Իրենք ռուսները հարուստի ունեցվածքը համարում են ոչ թե այդ կոնկրետ հարուստի սեփականություն, այլ պետական գույք, որ այդ հարուստը ուղղակի տնօրինում է, բայց ոչ սեփականատեր է։ Ուզած պահին հատուկ ծառայությունները կիրառում են որոշ գործիքներ եւ ունեզրկում են, ինչպես արեցին օրինակ շատ հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի դեպքում։ Ուրեմն ոչ բոլոր դեպքերում ու ոչ միշտ է Սամվել Կարապետյանի պես մարդիկ ունակ Կրեմլին ասել ոչ։ Ու այս տարածաշրջանային տերությունների բախման հետևանքով տուժում է անհատը, հետո պետությունը, հետո կարևոր ինստիտուտները, ինչպիսին է եկեղեցին, հետո մենք բոլորս։ Ինչու, քանի որ մենք չենք ունենում բավարար ողջախոհություն եւ իրար աջակցելով պետական շահը սպասարկելու փոխարեն իրար վնասում ենք, ստիպված լինելով կատարել հանձնարարություններ։ Փաշինյանը մի դեպքում, Կարապետյանը մեկ այլ դեպքում, Մայրաթորը իր հերթին, ընդդիմադիր հիմնական ճամբարը իր հերթին։ Բոլորը իրենց խաղն են խաղում առանց հասկանալու, որ վնասելով իրար իրականում վնասում են պետությանը։